Համբարձումյանի վերաբերյալ 6 տարի 3 ամիս եւ ասվում է, որ ըստ էության 3 ամիսը դիտավորություն է եղել դատարանի կողմից, որպեսզի հենց կալանավորվի։ Նայեք, չէ, կալանքը որպես խափամիջոց են տրվել, կապ չունի պատժաչափի հետ։ Պատժաչափը նշանակվել է համապատասխան քրեական գործիներից բխող տվյալներից ելնելով։ Ինչ վերաբերում է 6 տարի 3 ամսին, դատավճիռը դատալեքս դատական տեղեկատվական համակարգում ներառված է, տեղադրված է եւ ամբողջությամբ այնտեղ նկարագրված է, թե կոնկրետ արարքի համար ինչ պատճառով է նշված պատժաչափը նշանակվել։ Փաշինյանից ուղիղ հրահանգ չեք ստացել այս գործում։ Ոչ մեկից չենք ստացել ուղիղ հրահանգ եւ դրա ստանալու իրավական հիմքերը եւ առիթները չկան, գործը քննվել է ըստ էության օբյեկտիվության սահմաններում, ընդ որում նշված քրեական գործով նշեմ, որ 4 անձի վերաբերյալ կայացվել է արդարացման դատավճիռ, 1 անձի արարքը վերավորակվել եւ աղամության անցնելու ժամկետի հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվել է, 1 անձի վերաբերյալ եւս նշված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվել է, ընդ որում այդ մի անձի վերաբերյալ դատախազը նաեւ միջնորդել 5 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ նշանակել, այնպես չի որ Այսինքն դուք եք ասել, որ երբևիցե որևէ քննարկում ԲԴԽ նախագահի որևէ գործով երկրորդի չեք ունենում։ Անկեղծ ասած, նախկին ԲԴԽ նախագահին խոսքը Կարեն Անդրեասյանի մասն է, տեսել եմ 1 անգամ ընդհանուր ժողովում Դիլիջանյան սեմինարի ժամանակ հայտնի, իսկ պարոն Աթեբեկյան առհասարակ առիթ չի եղել հանդիպելու եւ առհասարակ քննարկում իրականացնել։ Դուք խնդիր տեսնում եք, որ օրինակ երկրի վարչապետը, որը գործադիր իշխանության ղեկավարն է, ասում է հելնենք շրջափակենք դատարանները։ Նայեք, քանի որ ինչպես տեղյակ եք, որ դատավոր առհասարակ դատական իշխանության ներկայացուցիչը զերծ պետք է մնա քաղաքականության զբաղվելուց եւ քաղաքական հայտարարություններին պատասխանելուց, կարծում գործադիր իշխանության ղեկավարի հայտարարությունը քաղաքական հայտարարություն է եղել, ըստ այդմ ես չեմ կարող քաղաքական հայտարարությանը պատասխանել որպես դատական գործ է, երբ որ Նիկոլ Փաշինյանը Facebook-ով արդեն տվյալ անձի հետ կապված հայտարարություններ անում, ցանկացած անձի, դա չի ենթադրում, որ ուղիղ ուղղորդում է դատական համակարգին տվյալ անձի հետ կապված իրավական հարգելի լրագրողներ, ցանկացած շահագրգիռ անձ այս կամ այն կերպ գործի ելքով պայմանավորված կարող է որոշակի հայտարարություններ, չգիտեմ, խոսույթներ հրապարակային դաշտում ներկայացնել, որը կարող է ինչ-որ մարդու վրա ազդել, կարող է ոչ։ Չէ, հարցը պատասխանը մինչև վերջ լսեք, բայց դատավորի հենց ամենաբարձր հատկանիշը պիտի լինի այն, որ բոլորի այդպիսի ազդակներից կամ այլ հանգամանքներից զերծ մնա եւ չտրվի նման խոսույթների կամ ազդակների առհասարակ։ Հայաստանի հարցեր իրավապահ մարմինների ներկայացնել ազգային ժողովում էին եւ ըստ էության սլաքներն ուղղեցին կոնկրետ դատական համակարգին, նշելով, որ Հայաստանում քրեացին այս իրավիճակի պատասխանատուները կոնկրետ դատավորներն են, որտեղ իրենք ամեն ինչ անում են, ոստիկանությունը իր երթին, քննչականը իր երթին, դատախազությունը իր երթին, որպեսզի տանեն հանցագործներին դատարան եւ դատարանը տա կալանքը, բայց դատարաններն ինչ են անում, հանցագործներին թողել են դրա համար ունենք այնինչ ունենք։ Դուք ձեր մեղքի բաժինը տեսնում եք եւ ինչու արդյոք իրավապահ մարմինների այս սլաքները դեպի դատական համակարգ արդարացված են։ Ես եթե չեմ սխալվում, այդ նույն հարցին նախորդ ժողովին էլ եմ պատասխանել եւ հստակ պատասխան եմ տվել։ Անկեղծ ասած չեմ լսել իրավապահ մարմինների ղեկավարների տված ճեպազրույցի ընթացքում այդ ձեր ասած մտքերը, բայց ինչպես նշեցի նախորդ անգամ, կոնկրետ գործի հանգամանքներով պայմանավորված պիտի քննարկում իրականացնենք։ Համենայն դեպս չի եղել մի իրավիճակ, որ իմ կողմից կայացված դատական ակտերով խափամիջոց կալանքի միջնորդությունները մերժվեն, հետագայում մերժված խափամիջոցի որոշումները բողոքարկվեն դատախազի կողմից եւ դրանք բեկանվեն, առհասարակ չի եղել նման դեպքեր, ընդ որում շատ են եղել դեպքեր, նույնիսկ առանձնապես ծանր հանցանքի դեպքերով հիմնավոր կասկածի հիմքով մերժվել են եւ կրկին մնացել են անփոփոխ։ Ինչ հետաքրքիր է, երբ որ դատավոր պարոն Չիչոյանի մոտ օրենքը լռում է, ում է ինքը լսում, խղճին թե նախադեպին։ Չէ, օրենքը չի կարող լռել երբեք, եթե գործում ես օրենքի շրջանակներում, օրենքը միշտ խոսում է քո մեջ եւ բնականաբար քո խղճի եւ ոնց ասցիք մյուսը խղճին է լսում թե նախադեպին։ Երբ օրենքը լռում է։ Խիղճը պետք է բխի նախադեպից, իսկ նախադեպը պիտի բխի օրենքից եւ հետեւաբար նաեւ բոլորը միաժամանակ պետք է լինեն։ Եվս մեկ անգամ ուզում հստակեցնել պարոն Չիչոյանը, որը շատ աղմուկալուց գործերով դատավոր է եղել, երբևիցե SMS, անմիջապես վարչապետից չէ, իշխանության մեկ այլ ուղղակից չի ստացել։ Չոք ստացել երբեք, անկեղծ չեմ ստացել, հետո WhatsApp-ը միշտ եմ ստուգում։